համար լաբորատորիայում առաջ մայրիկների օգնությամբ ընտրել ենք սերմերը եւ ընկեր Գոհարի օգնությամբ ընկել ենք այս արկղի մեջ։ Բար եկել ենք ընկեր Գոհարի մոտ, տնկել ենք սերմերը եւ ուշադրություն ենք դարձրել, թե ոնց են նրանք ծաղկում։ Հետևել ենք, թե ինչպես է մեր սերմը ծաղկում, ծլում է եւ դառնում ինչ, սածին։ Հիմա այսօր մեր սածիլները տեղափոխելու են թղթեբաժակի մեջ եւ վաճառելու տոնավաճառին։ Մենք օգտագործել ենք, որ տեղափոխենք բաժակների մեջ ծաղիկները, հող, փոքրիկ բահեր, ջուր, Եվ ամենակարևորը լավ տրամադրություն։ Այո։ Խոսում ես մեկ տարբերակ ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ ենք անում, ինչպես ենք անում։ Մնացածն արդեն դուք ինքներդ եք անելու ես ուղղակի կողքից դիտարկում։ Այո, մի օրինակ ձեզ ցույց եմ տալու։ Լցնում ենք հողը։ Այսպես։ Շատ չենք լսում, ինչու, որովհետև մենք հետո ընկեր Գոհարը նախապես ես իրան ջրել եմ, որպեսզի հողից հանելուց մենք իր արմատային համակարգը չվնասենք, հա, որտեղ եթե հիմա հանեմ, դուք պետքա տեսնեք իր արմատները ինչ սիրուն են։ Ինքը այս մեր բույսը փոքրիկ մեխակներ ունեն առանցքային արմատ եւ իրենք շատ լավ տեղավորվել են իրենց հողում։ Բայց հիմա իրան ջրել ենք լավ, փափկեցրել ենք, որ արմատները չվնասվեն, հա, չփոխվեն ու հետո տեղափոխում ենք բաժակի մեջ։ Դնում ենք արմատները ծածկենք։ Այո, հենց արմատները ծածկվում են, տեսեք ինչա։ Մի փոքրիկ մատիկով այսպես ամրացնում ենք ու վերջ տեղը գտելը մենք իրան այսպես սիրուն ջրում ենք։ Լավ։ Շոտ է։ Այո։ Օրիր արմատ։ Вообще մեր հողի մեջ կա նաև օդ, հա, որով, այսինքն այդ օդը շատ պետք է գալի մեր բույսերի աճի համար։
բաժակները արդեն ընկեցինք, տանելու ենք խումբ, որ ձևավորենք։ Մեր բաժակները թղթից են։ Մենք գունավոր թղթերով կփորձենք թղթավորենք Ձևավորել, չէ՞։ ձևավորել բաժակները։